Կհամաձայնեք, որ ձեր առողջականի հետ կապված անալիզները արհեստական բանականությունը վերլուծի։ Ահա հենց այսպես։ Մեր երկրում էլ սա արդեն հնարավոր է։ Բժիշկներին օգնական եւ առավել ճիշտ ախտորոշման եւ ժամանակ խնայելու համար բուժառուներին հնարավորություն հետևելու իրենց առողջական վիճակին, ստանալու լաբորատոր հետազոտությունների վերլուծություն ու անհատականացված առաջարկներ ամենակարևոր հիշեցումով կհամաձայնեցնեք բժշկի հետ։ Եթե մենք չսովորենք մեր առողջության մասին հոգ տանելու պատասխանատվությունը ինքներս կրելու, որևէ մի առողջապահական համակարգ չի կարող մեր խնդիրները լուծել։ Առողջապահության բանական պատասխանատուն այս հայտարարությունն անում է, բայց տեղյակ է արհեստական բանականության համակարգ մուտք գործելու հետ կապված բոլոր մտահոգություններից։ Դե օրինակ գլխավորները անձնական բուժ տվյալները ցանցում են հայտնվում, բժիշկների վախն էլ մի ուրիշ կողմից։ Հնարավոր է այսպես մի օր գործազուրկ դառնան, բժիշկ AI-ը զբաղեցնի իրենց կաբինետը։ Տեղին են, բայց իմ խորին համոզմամբ այս գործիքները լինելու են օժանդակ շատ կարևոր օգնող թե բժիշկներին, թե նաև մարդկանց կառավարելու իրենց առողջապահական հարցերը։ Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտության դեպքում օրինակ մեր երկրում արհեստական բանականությունն իր խորհուրդները վաղուց է տալիս, երբ ամբողջությամբ հնարավոր կլինի ունենալ նրա աջակցությունը։ Հավանեսյանը ժամկետներ չի հստակեցնում, միայն թե խրախուսում են բոլոր ներդրումները, այդ թվում գիտհետազոտական։ Շատ կարևոր են, որ այս գործիքները նաև խելամիտ կերպով օգտագործվեն եւ ծառայեն բարի նպատակներով, եւ սա է նպատակը, որ թե իրավական դաշտի ճիշտ կարգավորման, թե նաև կիրառության ճիշտ ուղղությունները ուղղորդելու մասով առողջապահության նախարարությունը ակտիվ ներդրաված է։ Առողջապահության օրենսդրությունում պատասխանատուները առաջիկայում փոփոխություններ կանեն, նախարարն ընդգծում է, ամբողջ աշխարհում են այսօր արհեստական բանականության հետ կապված էթիկա-իրավական փնտրտուքների մեջ այն կարգավորելու համար։ Անմասն չենք մնա, մի բան էլ առաջամարտիկ կլինենք։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։